Հարցը քննարկվել է կառավարությունում։ ՔՊԱ-ական պատգամավորը թիկունքում ունենալով կառավարությանը առաջարկում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարեկան։ Եթե հիմա 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել 15 միլիոն դրամ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, օրենքի ընդունումից հետո դա կարող են անել 37 տարին լրացածները։ Բարձրացան պաշտպանության նախարարության դիրքորոշումը կա։ Իշխանության ընդդիմախոսներն ասում են ՔՊ-ի փոխտուր բանակից ազատվիր շարքի բոլոր նախաձեռնությունները բյուջե լցնելու համար են։ Միթե վայվել խոսեմ։ Մեկ տարի հետո խորհրդարանական ընտրություններ են։ Փաշինյանը կարող է վերընտրվել միայն լավ քարոզարշավի դեպքում։ Լավ քարոզարշավի համար լավ փող է պետք։ Որովհետև ես համոզված եմ, որ ուստի թող բանակում ծառայի փող չունեցողը, իսկ ունեցողը վճարի 15 միլիոն դրամ։ Ընդդիմախոսների հիշեցմամբ Փաշինյանական իշխանության օրերին օրինականի երանգներ է ստացել նախկինում հանցանք համարվողը փողով բանակից ազատվելը։ Բացի այդ, իշխանականները ծրագրել են խիստ պատժել բանակից խուսափողներին։ 15 Այժպետաիրավական հանձնաժողովում ՔՊԱ-ականները հավանության են արժանացնում արդարադատության նախարարության առաջարկը։ Զինվորական ծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն դարձնել 3-ից 6 տարի։ Ցավոք նկատվում է պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ։ 2020-ից 24 թվականների ընթացքում Արական սեռին մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից, այլ կերպ ասած զինվորական ծառայությունից, ասում է պաշտոնական վիճակագրությունը։ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասը միջին ծանրությունից կդառնա ծանր հանցագործություն, ինչը հնարավորություն կտա իրավապահ մարմիններին պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության կամ հայտարարված զորակոչից խուսափելու հանցակազմի հասարակ տեսակի դեպքում եւս գործադրել օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով եւ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված օպերատիվ հետախուզական մի շարք միջոցառումներ եւ գաղտնի քննչական գործողություններ, ինչը ներկայումս հնարավոր չի, քանի որ միջին ծանրության հանցակազմը իրենց ներկայացնում։ Իշխանությունը որոշել է խիստ լինել նաեւ վարժական հավաքներից խուսափողների նկատմամբ։ Ամսական եկամուտի առավելագույնը 20-ապատիկի չափով սանկցիա տուգանքը կդառնա մինչև 30-ապատիկի չափ, իսկ ազատազրկման համար նախատեսված 2 տարին 3 տարի։ Ինչ վերաբերում է ովքեր են, բնականաբար տենց վիճակագրություն չունենք։ Կառավարությանը չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ պատճառներով են խուսափում պարտադիր զինվորական եւ վարժական հավաքներից։ Գործադիրը միայն գիտի, որ 2023 թվականին պարտադիր զորակոչից կամ վարժական հավաքներից խուսափելու փաստերով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ։ 2024-ին այդ թիվը հասել է մոտ 1800-ի։ Արդյոք սանկցիան ավելացնելը կկանխարգելի է այդ վարժական հավաքներից խուսափելը։ Արդարադատության փոխնախարարը գիտի, որ խստացումները խնդիրն ամբողջությամբ չեն լուծելու։ Խնդիրը ամբողջությամբ հնարավոր չի լուծել։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։